Գուցե իրանք հնարավորություն ունեն մինիմալ բանով անցնել, ոնց որ հիմա պատիվ ունեմ նա անցել, էլի մեր փոխած մեր բանով, որ երրորդը լինի, իրանք եկել անցել։ Ինչ որ Լևոն Քոչյանի հայտարարություններին ես չեմ համարում, որ ինքը լուրջ քաղաքական գործիչ է, որին ես պետք է մեկնաբանեմ, եւ որովհետեւ մեկնաբանություն չունեմ, չեմ էլ ուզում անկեղծ։ Ես գալու եմ, չէ, գալու եմ այդտեղ, չէ։ Չէ, սրա շարունակությունը հիշիկ ասես։ Այսինքն ընտրությունների ասա, ես յուրաքանչյուր թեմայի պատասխանում եմ։ Հիմնական օրակարգը կառուցվում է ադրբեջանա-թուրքական նարատիվի շուրջ, էլի հասարակությանը վախեցնելու։ Դե իրանք մնացել են հին տրամաբանության մեջ իրենց այս ժամանակահատվածը աշխատանքային որևիցե բան չի սովորեցրել, որովհետև անհնար է այլևս խոսել պատերազմի եւ հարևան երկրներից որևիցե մեկի նկատմամբ ինչ որ տարածքային պահանջների մասին։ Թեպետ Ռոբերտ Քոչյանը դրա մասին խոսեց վերջի իր ասոցիացիի ժամանակ, ասեց դա շատ վատ է, որ դու քեզ պարփակում ես 29743 քառակուսի մեջ, ինչ որ ձևակերպում մոտավորապես եմ հիշում, բայց ասածը հենց միտքը դա էր եւ ինչ ասեմ, թող անեն այդ առաջարկը հայ ժողովրդին գնան, ասեն դե մենք գալիս ենք, հարձակվելու ենք, պատերազմ ենք սկսելու, այլ դիվանագիտություն ենք անելու, մենք երբ որ մենք այլ Ռուսաստանի հետ այլ հարաբերություններ կկառուցենք, թող առաջարկը անեն, հայ ժողովուրդը կորոշի, բայց կարծում եմ մերժելա ու մերժվելու է։ Պարոն Սիմոնյան, նույն հարցի դրամաբանության մեջ օրերս Հական Ֆիդանը անդրադարձել էր Միացյալ Նահանգներում ստորագրված փաստաթղթին, Թրիփի Մանսով ասել էր, որ շատ կառուցողական է գնահատում Հայաստանի կառավարության այս գործողությունները եւ դա Հայաստանում այսպես ընդդիմադիր շրջանակները ձևակերպեցին, որ Ֆիդանը աջակցում է այս իշխանություններին, անգամ ուզում է, որ Նիկոլ Փաշինյանը վերընտրվի, ինչպես հասկանալ այդ խոսույթը եւ արդյոք դա հիբրիդային տրամաբանության մեջ է, այսպես ասած։ Դուք նկատել եք, որ աշխարհում այս վերջին տարիների գործընթացի նկատմամբ դրական վերաբերմունք կա ամենուրեք, Եվրոպայում, ԱՄՆ-ում, Թուրքիայում, մեր բոլոր հարևանների մոտ, Վրաստան, Իրան, Ադրբեջան, բացի մեր ընդդիմադիր որոշ շրջանակների եւ ռուսական որոշ պրոպագանդիստների։ Ասենք որոշ ռուսական պրոպագանդիստներ եւ մեր ընդդիմությունը այնպես տպավորությունն է, որ նույն դասարանից են։ Այսինքն այդ նկատել եք, նույնիսկ Ռուսաստանի իշխանությունն է դրական բան խոսում, որովհետեւ գիտակցում է քաղաքական առումով եւ շատ ավելի ինֆորմացված է եւ շատ ավելի իրավիճակին լավ է տիրապետում կամ իրեն թույլ չի տալիս խոսի կամ հասկանում է որ խոսելու վախտը չի, չգիտեմ պատճառները որոնք են, բայց վատ բան այս ամեն ինչի մասին խոսում են մեր ընդդիմադիրները եւ ռուսական որոշ բլոգերներ։ Հետևությունները թողնում եմ ձեզ։ Պարոն Սիմոնյան, եւ նաեւ Սալովյովի հայտարարությունից Ես նման Դուգինը արձագանքեց, որ Հայաստանին Ադրբեջանը պետք չէ անկախ։ Ինչ տարբերություն։ Նույն ռուսերեն մի հատ արտահայտություն կա, չեմ ուզում եթերով անեմ, նույն նապալչկի երևույթներն են իրանք։ Մեկը մյուսից իմ համար որևիցե ձևով չեն տարբերվում, ու որևիցե ձևով ես իրանց այս պահին միտք չունեմ մեկնաբանելու, երբ որ մեր երկրի նկատմամբ ես զգամ, որ շատ ինչ որ բան կա, միգուցե իմ գործընկերներին Տիկին Մատվիենկոին, մեր ռուսաստանյան այլ գործընկերներին անձնական զրույցների մեջ, մասնավոր զրույցների մեջ կասեմ եւ ասում եմ հաճախ խոսում եմ դրա մասին, ոչ թե լուրջ չեմ վերաբերվում, համարում եմ, որ ժամանակը չի եւ տեղը չի եւ իմ մակարդակը չի, որովհետեւ տեսեք, ես իրանց արձագանք եմ, մի հատ իրանք արձագանք են, այո, կարող եմ արձագանքել, շատ եղել է դեպքեր, որ արձագանքել եմ, բայց կարծում եմ հիմա տեղը պատեհ պահը չի, ասել եմ, ով որ պետք է իրանց արձագանքում է, երբ որ պահը կգա, երբ որ չգիտեմ, չեմ բացառում, որ ինչ-որ միջազգային ֆորմատում, կարող է ես իմիջիալոց Ռուսաստան այց եմ նախապատրաստում, Ռուսաստան այց պետք է լինի, կարող է այնտեղ օրերը ճշտված չեմ, բայց հրավեր ունեմ փոխադարձ այցով, իմ գործընկերը Տիկին Մատվիենկոն այստեղ էր, մեծ կազմով, հիշում եք, եւ ես հիմա փոխադարձ այցի հրավեր եմ ստացել, նաեւ ծննդյանս կապակցությամբ զրուցել ենք եւ այդ այցի հետ կապված մանրամասներ ենք քննարկել եւ օրերը հələ ճշտված չի, այդ ֆորմատներում, եթե հնարավորություն լինի, եթե առիթ լինի, պաշտոնական այց է, այո, եթե առիթ լինի, ես դրան կարադառնամ, այս պահին ասեցի, այդ ձեր տված անունները ասում եմ, նույն նապալչկի։ Անկախ պիտի չլինի, որովհետեւ կարող է մեր դե ասում եմ, այդ առիթը ժամանակը կգա իրենց լեզվով, եթե կարիք լինի, իրենց լեզվով կարող։ Սիմոնյանն կարողն հիշի։
Էդ էլ հիշի, ես շատ եմ ուզում դրա մասին խոսել։ Շատ աղարտ։ Չես կարող հիշես։ Ասա լավ, ասա։ Այդ մարդիկ Սալավիովը եւ մյուսներն ընկալվում են Կրեմլի ոչ պաշտոնական դիրքորոշում հայտնողներ, այսինքն բան, որը կցանկանար ասել Կրեմլը պաշտոնական Մոսկվան, նրանց շուրթերով են ասում։ Հա, բայց տեսնում եք Սպառնալիք չի, պաշտոնական ներկայացուցիչը տեսնում եք ոնց է ամեն ձև սեթևետում, ամեն ձև փորձում ներկայացնել, որ դե դա նկատի չուներ, բայց չէ որ հարցնում էր եւ այլը եւ այլը եւ այլը։ Ես չգիտեմ, եթե իրանց այդ ֆորմատը լավ է, երբ որ մի հատ ոչ պաշտոնական ասեցի ինչ նապալաչկի, ասում է, իսկ հետո բարձրաստիճան պաշտոնյաները սկսում են արդարանալ, չգիտեմ, իրանց աշխատելավոճն է, բայց ինչպես ասացի, ժամանակին, տեղին, պատեպահին այդ պատասխանները կան ու կլինեն։ Պարսոնյան խոսեցիք այլ ուժերի, հա, բանից անցումային շեմը հազիվ հաղթարելու, կուզեի խոսեիք ձեր մասին, դուք ինչ եք ակնկալում 50+1 հավաքելու եք, թե ամենայնիվ ձեր ռեյտինգն իջել է։ Ես համարում եմ, որ ռեյտինգը որևիցե ձևով կայուն բան